ամբողջ Արցախը, ոնց որ Շահումյանն էր բլոկադայի մեջ, 1 տարի սոված մարդիկ ամեն ինչից զրկված ու ամենաանչափահաս մեծ ուժի հետ կռիվ ու SSC-ի փաստեր եմ ասում, որ 23 թվի Արցախի բանակը 2 օրվա մեջ 500-ից ավել թուրքեր կոտորել ու մենք ընդամենը ունեցել ենք 200 զոհ։ Ու հետո մեծ պայթյուն եղավ, որ հələ կասկածի տակ ա, որ կարող է տերորիստ դարձել ու 300 աղբնակիչներ զոհվեցին։ Ուղղակի ուզում եմ իմանալ, այն ժամանակ Արցախում կար ընդամենը 100,000 մարդ, որ 500 հոգի այդ 100,000-ից զոհվում է, դա կես տոկոս ընդհանուր բնակչության կես տոկոս, որպեսզի հասկանանք ինչ մեծ զոհ է եղել։ Ամբողջ Հայաստանի բնակչությունը, որ 3 միլիոն է, դրա կես տոկոսը 150,000 մարդ։ Այդ 500 հոգին, որ զոհվեց Արցախում, այդ նույնն է, ոնց որ 150,000 մարդ զոհվել ամբողջ Հայաստանում։ Բայց ավաղ տենց եղավ, խաղ բնակիչները չօգնեցին, Հայաստանը վիճակի չէր մեջքում կանգնել ու բոլորը լքեցին։ Բայց ուզում եմ ես իմ խոսքը վերջացնեմ հույսով։ Մենք հույսը չենք ուզում երբեք կտրենք։ Որպես համ քրիստոնյա, որ մենք ինչքան որ ապրենք, պիտի հույս ունենանք, որ մի օր մեր ժողովուրդը թեկուզ ոչ մենք, բայց մի հատ ուրիշը պիտի հետ գնա այդ հողերի մեջ նույն տեղը ապրի, նույն մեր եկեղեցիներին տեղ կա։ Ու ես կարամ ասեմ, որպես Շահումյանցի, որպես մենք ենք այդ հույսը պահում, այն ժամանակ թեկուզ փաստականներ գնացին Ռուսաստաններ, Ամերիկա, բան ու հետո ուզում էին օգնել, որ Արցախը գոնե տեղում մնա, թե ֆինանսական, թե ինչ-որ աջակցության։ Հիմա էլ նույնը, թեկուզ Արցախը չկա, պիտի Հայաստանի մեջ կանգնենք, որ եթե մենք հույս ունենք, որ Արցախը գնի, կարող Շահումյանը ազատագրենք, հիմա պիտի Հայաստանը ամուր լինի, որ հույս լինի, որ Արցախը ազատագրենք։ Դրա համար հույսը կարևոր է ու միշտ մեր սրտի մեջ պիտի մահենք, որ մի օր այդ նպատակին կհասնենք։ Շնորհակալություն։ Ջերմի բարձր արեջան, որովհետև նա ահավոր տարի, երբ պատմության գիրքն ասած 91 թվականը, մի քիչ շուտ կար, որ դեպի լավը կգնա Շահումյանի վիճակը։ Մեծ ուրախությամբ դիմավորեցի բոլոր տարի, բայց այդ ուրախության գլխում ջուր մատվեց կարծես, հետ լսեցինք Թշնամու տված առաջին հարվածը և առաջին զոհերը, Մովսեսյան, Աշոտ և Հարյան ասել։ Ախ, այդ ինչ խենգոր էր, մնացել էինք շիվար, արդեն տալիս ենք զոհեր ու վիրավորները, հայրենի հողի համար, սրբում էր ողջ գյուղը, սրբում էինք բարազատները, պատվով հողի հացրեցինք, արմատ հող կոչվող հուշարձանի հող կտվող գերեզմանություն, Շարագույն շունվար 13, երբ առաջին անգամ դրանց կոչվող կայանքից ռմբակոծեցինք գյուղը և նորից եղան զոհեր ու վիրավորներ, այլևս հնարավոր չէր ապրել երկուհարկանի տներում, մարդիկ բակից սարսափած ապրում էին նկուղներում կամ էլ գետնափոր տներում, գնդակի ուժեղ ձայներից մարդու սիրտը այլևս չէր դիմանում։ Մեկ ամիս, 2 և 3 այսպես շարունակ կրակը չէր կատարում։ Ասել են պայքար այնքան շատ ուրախության ուրախությունը ուղղակի սահման չկար, երբ լսեցինք Շուշիի ազատագրման լուրը, որով բացվեց Հայաստանի հետ կապող մեր միակ ճանապարհը։ Եվ ինչպիսի մեծ հույսով նստեցինք Շահումյանի համար, հավաստիանալով, որ անձամբ կլինի թշնամին գրավելու մեր հարազատ Շահումյանը։ Վերջին օրերին մարդական մեծ ուժով էին պատրաստվում մեր մարտիկները, ետ մղելով թշնամուն իրեն դիրքերից, որոնք կլավանար Շահումյանի վիճակը, բայց Հիսուս, որտեղ է թաքնված կրածուցիչ դավաճանությունը մարդությունը, որ
հայը կարողանա հաղթել։ Կհաղթել եթե լինի միասնություն, միաբանություն եւ Աստծո մեծություն։ Ինչպես հաղթեինք, երբ վերևից ինքնատիպ